Դուք հոկտեմբերի 16-ին կառավարության նիստի ընթացքում սարսափելի ձեր փորձով կիսվեցիք անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին։ Դուք ասել եք, որ անգամ հեծանվով է երևանյան խցանումների մեջ դժվար երթևեկություն է կազմակերպվում։ Դուք դրանից հետո հանձնարարեցիք, որ ստեղծվի ճգնաժամային խումբ։ Արդեն անցել է 5 ամիս, բայց մենք ամեն օր լինելով քաղաքում տեսնում ենք նույն մեծաթիվ խցանումները։ Դուք հետևողական եղել եք, տեսել եք ինչ-որ փոփոխություն կամ աշխատանք արվել է, համենայն դեպս տեսանելի ոչինչ մենք չենք տեսնում։ Տեսանելի տեսնում ենք, որ հանրապետությունում ավտոմեքենաների թիվը աճում է, դա տեսանելի հստակ տեսնում ենք, եւ եթե ավտոմեքենաների թիվը աճում է, բնականաբար երթևեկության կազմակերպման մարտահրավերներն են աճում եւ աշխատանքային խումբը ձևավորված է, աշխատում է, բայց ես էլի ուզում եմ արձանագրեմ, որ մենք պետքա հասկանանք, որ աշխատանքային խմբի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը լինելու է երթևեկության կարգապահության մակարդակի բարձրացումը, որովհետեւ չենք կարող ոնց ուզենք այնպես քշենք եւ արդյունքում ասենք խցանում է լինում։ Դա շատ համակարգային աշխատանք է եւ պետքա համակարգային լուծվի, բայց դա էլ պետքա հասկանանք, որ մի X պահի այլ վարչական որոշումներ պետքա կայացնենք, որովհետեւ փողոցների ծավալը անսահմանափակ չի։ Մի X ծավալ կա, որից այն կողմ ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարավոր չի անցնել։ Այսինքն աշխատանք արվում է եւ այդ ակնկալիքը, որ շատ հիմա մի օրից մի շաբաթից փոփոխություններ են տեղի ունենալու, ես ճիշտն ասած առիթ չեմ ունեցել լսեմ զեկույցը, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, բայց համոզված եմ աշխատանք արվում է, առաջիկա պատեհ առիթով զեկույց կընդունեմ եւ հաջորդ առիթով գուցե ավելի մանրամասն ձեր հարցին կարողանամ պատասխանել։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, մինչ դուք կառավարության